Նախ այսօր ձեր այստեղ գտնվելու մասին ինչպես որոշեցիք մասնակցել հենց այստեղ պատարագին։ Սովորաբար վերջին ժամանակահատվածում, որտեղ որ պատարագ է, այսինքն հնարավոր են դեպքերում, որտեղ որ հնարավորություն եմ ունենում աշխատանքային ծանրաբեռնվածությունը թույլ չի տալիս, ես մասնակցում եմ, նախորդիվ եմ մասնակցել, այնպես չի, որ նախորդիվ չեմ մասնակցել, բայց շատ ավելի, այսպես ասած, մեծ պարբերականությամբ ա եղել այդ մասնակցությունը, այսինքն հաճախ չի եղել, վերջին ժամանակներում ավելի հաճախ եւ օրինակ նախորդ շաբաթ հնարավորություն չունեի, այս անգամ երբ հնարավորություն եմ ունենում մեծ սիրով, շատ հաճախ նաեւ ընտանիքիս անդամների հետ։ Ով է պատարագը մատուցելու պարոն նախարար։ Եթե անկեղծ ես սովորաբար այդպիսի այդ նման հարցով չեմ հետաքրքրում, բնականաբար կա հոգևոր հայր, ենթադրում եմ, բոլոր տեղերում էլ տեղի հոգևոր հայրը, ով այդտեղ ծառայությունն է մատուցում, ինքը կմատուցի, ենթադրում եմ, որ այս եկեղեցու հոգևոր հայրը։ Չեմ հարցնում, քանի որ լինում են դեպքեր, երբ որ տեղի հոգևոր հայրը չի մատուցում, այլ մեկ այլ մարզից անգամ ժամանած հոգևորական կամ թեմի առաջնորդ եւ հաշվի առնելով, որ Նիկոլ Փաշինյանի համար է պատրաստի պայման է, որ Զեղչի Վեհապարյանը գուցե այնպիսի պատարագի մասնակցել, որ օրինակ հնչեցվի Վեհապարյանը, տեսեք, դուք ձեր նշած անձնավորությունը մենք չենք համարում, որ ինքը ամենայն հայոց կաթողիկոսն է, ինքը Հայաստանի Հանրապետության քաղաքացի Կտրիչ Ներսիսյանն է, որովհետև այն ուխտը, որը դրժվել է տվյալ անձի կողմից, հետևաբար այդ կետից հետո ինքը չի կարող լինել կաթողիկոս։ Ընդ որում հիմա եթե ես օրինակ որևէ մի կետով չհամապատասխանեի իմ կարգավիճակին, ենթադրենք օրինակ կրթությամբ կամ քաղաքացիության շեմով կամ ռեզիդենտության շեմով, դուք կասեիք, որ դուք չեք կարող զբաղեցնել այդ պաշտոնը, եւ դուք ճիշտ կասեիք։ Նույն կերպ այստեղ է, այսինքն եկեղեցին ունի իր կանոնագիրքը, այդ կանոնագիրքի մեջ գրված են կետեր։ Հիմա օրինակ մեկ այսպես ձևակերպեմ հարցը, կան օրինակ հնարավոր էր մենք ունենայինք այլ կաթողիկոս, եթե այդպիսի կետ չլիներ կանոնագրքում։ Հնարավոր էր, չէ՞, օրինակ որևէ քահանա ինքը չի դարձել ենթադրենք եպիսկոպոս կամ արքեպիսկոպոս, որովհետև ամուսնացել է, երեխաներ է ունեցել։ Եթե այդ կետը չլիներ, կարող է այլ մարդ լիներ, որը շատ ավելի մեծ արժանինքներ կունենար։ Հետևաբար, եթե այդ կետը կա, ուրեմն պետք է այդ կետի կանոնները պահպանել ամբողջ ծավալով։ Պարոն Բաբոյան, եթե այսօրվա պատարագին օրինակ լինի քաղաքացի, որը այդ պահը, երբ որ Վեհապարյանը զեղչվում է, նա բարձրաձայն հնչեցնի Վեհապարի անունը, նրան դուրս հանելը ճիշտ կհամարվի, թե ոչ։ Բերանը փակելով ընդորում եւ այդպիսի նախադեպ եղել է դրա համար։ Տեսեք, ժողովրդավարությունը նա է, երբ որ մեկ անձը, դուք ասում եք լինի քաղաքացի, իր կարծիքը չի կարողանում բոլորին պարտադրել։ Այդ եթե ձեր նշած իրավիճակը, եթե մեկ հոգի գա օրինակ պատարագը խանգարի 1000 հոգու, դա դասական այդ ավտոկրատիան է։ Իսկն երբ մեկ հոգին իր կամքը պարտադրում է բոլորին, որովհետև մի իրավիճակը, երբ որ դու 1000 հոգի, 1500 եկեղեցին մեծ չի, հազիվ էլ 1000 հոգի տեղավորվի շրջակայքով նույնիսկ տարածքը առավել եւս, ենթադրենք 1000, 1500, 2000 հոգի պատարագի է մասնակցում եկեղեցու ներսում եւ դրսում եւ լսում են պատարագ եւ մեկ քաղաքացի սկսում է աղմկել եւ խանգարել պատարագը, դա ճիշտ է թե ոչ։ Այսինքն ցանկացած մեկ քաղաքացի կարող է ցանկացած 1000 քաղաքացու իր կամքը պարտադրել, կներեք որևէ քաղաքացի ես ուրիշ հարց եմ։ Չէ, օրինակ պայմանագրի 10 հոգի էլի 100-ից է։ Ես ուրիշ հարց տամ։ Օրինակ, եթե մենք հիմա կներեք երկուսով գնանք ու պարկենք ասֆալտի վրա։ Ասենք ու կամ չգիտեմ, որևէ մի հակաօրինական քայլ անենք։ Դա
օրինակ այդ դեպքում ոստիկանությունը պետք է արձագանքի, թե ոչ, այսինքն այդտեղ կա մեխանիզմ, մենք ունենք իրավունք այդ ակցիան անելու, այդ քաղաքացին էլ ունի իրավունք, բայց ես կարծում եմ, որ նաև համապատասխան պետական կառույցներն էլ ունեն իրավունք պաշտպանելու մեծամասնության չէ, տվյալ պարագայում հանրային շահը, որովհետև հանրային շահը նա է, որ հանրային համակեցությունը նա է, որ բոլորով եթե եկել են կիրակի առավոտյան պատարագի, ենթադրվում է, որ մեզանից ոչ մեկ չի կարող խանգարել այդ մարդկանց այդպիսի վարքագիծը։ Այդ տրամաբանությամբ եթե առաջնորդվենք, պարոն Պապոյան, բազմաթիվ քաղաքացիներ նշում են, որ երեկվա Նիկոլ Փաշինյանի ուղերձը, որ ասում է կան քաղաքացիներ, որոնք իրեն դիմել են եւ ասում են կարող ենք մեր բողոքը արտահայտել տարբեր պատարագների ժամանակ, այսինքն գնալ, որպեսզի հերոստատողների համար էլ բացնի, տարբեր եկեղեցիներում, ոչ միայն Նիկոլ Փաշինյանի մասնակցության պատարագին, այլ գնան տարբեր եկեղեցիներ, երբ հնչում է վեհապարի անունը, իրենց բողոքը արտահայտեն, բացականչեն։ Տվյալ պարագայում երբ իրենք են փոքրամասնություն եւ ձեր ասածով է նայել հանրային շահը, որտեղ մեծամասնությունը դա ընդունում է։ Այս պարագայում, եթե տվյալ քաղաքացի օրինակ լինի Նիկոլ Փաշինյանի աջակից եւ նրա բերանը փակելով դուրս հրավի իրեն, ճիշտ են գտնվում, թե այս պարագայում արդեն կձերբակալվեն, կկալանավորվեն։ Որևէ մեկին այսքան ժամանակ նման գործողության համար ոչ ձերբակալել են, ոչ կալանավորել են, այդ թվում նաև ես այն մարդկանց, որոնք որ հայտնվել են եկեղեցում եւ օրինակ պատարագի ժամանակ աղմկել են, հենց որոնք ձեր նշած գործընթաց ինքը աղմուկ է, ուղղակի այդպես գորգռոց աղմուկ, որը բնականաբար այսինքն եւ այն դեպքում եւ այս դեպքում որևէ քաղաքացու դրա համար ոչ իման, ոչ ասել են, ոչ էլ կասեն, ոչ էլ պետք է ասեն ձեր աջակցի բերանը փակելով դուրս կհրավիրեն, քանի որ նա փոքրամասնություն է այնտեղ եւ խանգարում են մյուսների հանրային շահը ասված։ Տեսեք, ես կարծում եմ, որ այն եղանակով ինչ որ մեր պատարագների ժամանակ մարդկանց ուղեկցում են դուրս, դա շատ ենթադրենք քաղաքակիրթ եղանակ է, այսինքն գալ ես չեմ տեսել երբևէ որևէ դեպք, երբ որ ես ընդհակառակ օրինակ Գյումրիում ես տեսել եմ, որ երկու աղջիկներ էին, իրենց շատ հանգիստ ձեռքը, այսպես ասած, թևը մտած, ուղեկցում էին դուրս եւ շատ նորմալ է դա, այսինքն այդտեղ մոտ հարց կա, ասեն ինչպես է որ այդ հանգիստ ուղեկցելը տեսել եք, բայց այդ վերանը փակելով, խեղդելով, կարելի ասել կիսախեղդելով դուրս անելով հովանավորանքից չեք տեսել փոխանակարար։ Եթե մի որևէ այդպիսի դեպք է եղել եւ դրանից հետո 100 հատ պայմանական կամ 10 հատ այլ դեպք է եղել, դուք պետքա բնականաբար համապատասխան մարմիններն էլ իրենց գործողությունների մեջ ճշգրտումներ են մտցնում, այսինքն եւ նաեւ հաճախ նաեւ մեր դիրքորոշումն այդտեղ կարեւոր, որ մարդուն պետքա բնականաբար որևէ կերպ իր իրավունքները չոտնահարել, իհարկե պաշտպանելով նաեւ մյուս մարդկանց իրավունքները։ Հիմա ներողություն եմ խնդրում, այստեղ այսքան մարդիկ կան, եկեղեցու դիմաց, հիմա ինչ-որ մեկը գա օրինակ սկսի պայմանական, կներեք, հայհոյել։ Մենք պիտի ասենք դա քո իրավունքն է, դու ինչ ուզում ես արա։ Չէ, չի կարելի, չէ, այսինքն չէ։ Տեսենք եղել, որ եկեղեցու տարածքում վարչապետ Նիկոլ Փաշինյանին աջակցող անձիկ հայհոյել են ու նույնիսկ եկեղեցու ներսում։ Ու երբ հորդորում են չհայհոյել, իրենք ասում են, որ միշտ են հայհոյում։ Ես այդպիսի բան չեմ լսել եւ ընդհանրապես հայհոյանքը դատապարտում եմ, առավել եւս եկեղեցու ներսում, բայց այդ ձեր ասած բանը ինքը դատապարտելի բան է, չի կարելի, դա ինչ կապ ունի, բայց ես չեմ լսել նման բան, դա ձեր խոսքն է, ձեր պնդումն է եւ ձեր գնահատականն է։ Միգուցե ինչ-որ բան եք դուք համարում հայհոյանք, որը կարող է այդպես չի, դա պետքա ապացուցվի։ Որպես քրիստոնյա եւ պատարագների մասնակցող մի կողմ թողենք նախարարի պաշտոնը, որպես քաղաքացի։ Ինչ զգացիք, երբ որ դեկտեմբերի 18-ին Մայրաթորի Բաքում այդ կադրերը տեսաք, եւ ձեր աջակիցները, մասնավորապես նաեւ ԿՊԱ-ական պաշտոնյաներ, Թավինի համայնքապետը, երբ հայում էր հոգեվորականին, երբ որ աջակիցները բարձրացել էին Սրբազանի շիրմաքարի վրա, երբ հարվածում են։ Ես նման իրավիճակ չեմ տեսել, չեմ հանդիպել, ձեր ասածը չեմ տեսել, հետեւաբար չեմ կարող, այո, տեսեք, ցույց տվեք, ես չեմ տեսել նման բան, սա մեկ, եւ երկրորդը այդտեղ մարդիկ էին, որոնք գնացել էին իրենց սրբազանների հորդորով ու կոչով, այսինքն 10 եպիսկոպոս, արքեպիսկոպոսներ կոչ էին արել եւ այդ քաղաքացիները գնացել են։ Քաղաքացիների մեջ ես չեմ տարբերակել
քաղաքացիական պայմանագրի կուսակցության անդամ եւ ոչ անդամներ, ես կարծում դրանք բազմաթիվ կուսակցության անդամներ գիտեն, որոնք որ չեն գնացել, որովհետեւ այսպես ասած հոգեվոր կյանքով չեն ապրում, այսինքն հետեւաբար այնտեղ եղած մարդիկ դրանք միայն կուսակցության անդամներ չէին, այլ նաեւ մարդիկ են, որոնք որ իրենց սրբազանների հետևից գնացել էին։ Ես միացեմ, եթե կարելի է, հա, միացնեմ։ Արտասել է սունի վրա վերել։ Եվ Բարձացել է Եվ Ոչ մի խնդրահարույց։ ես նախ առաջինը, ես չգիտեմ որտեղ էր բարձրացել, դա չի երևում։ Երկրորդը ես տեսա դա մի իրավիճակ, երբ որ եկեղեցու ներսում պես շատ մարդիկ են, որոնք որ իրար ինչ որտեղ հերմշտում են, ինչը լավ չի, բայց հերմշտոց է եւ երրորդը դուք ասացիք հայհոյանք, ես հայհոյանք այդտեղ չտեսա, չորրորդը դուք ասացիք սյան վրա բարձրանալ, ես սյան վրա բարձրանալ էլ չտեսա ձեր նշած հոլովակում եւ կներեք էլի հայ ուղարկեք հիմա եկեղեցում այսպես մարդիկ իրար կիպ կպած մեկը ասում է մի քիչ ես կողմ գնամ, մյուսը ասում է մի քիչ են կողմ ունեմ, մեկը ասում է չեմ կարող գնալ, տեղ չունեմ, դուք դա վերացել եք ինչ որ բանի։ Պարոն Պապոյան, նաև չեք կարծում, որ Նիկոլ Փաշինյանի այդ հայտարարությունը, որ կարող են քաղաքացիները իրենց բողոքի ձայնը բարձրացնել եկեղեցիներում պատարագի ժամանակ, պատարագը վերածվում է քաղաքական ակցիայի վերջով։ Ոչ, քաղաքական ակցիայի չի վերածվում, ես նշեցի արդեն, նայեք, խնդիրը հետևյալը չի, որ զեղչվում է այս կամ այն մարդու անունը, ինչ որ մարդ այդ թվում մասնավորապես Կտրիչ Ներսիսյանը իրավունք չունի լինել կաթողիկոս, հետևաբար իր անունն էլ իրավունք չունի հնչել։ Հիմա կներեք, ձեր անունը կամ իմ անունը կարող է հնչել։ Չէ, չի կարող հնչել, որովհետև մենք կաթողիկոս չենք։ Էսա հարցը, սա է հարցը։ Իդեպ փաստաբաններից մեկը 3 այդ տեսանյութից հետո նշել էր, որ քրեական օրենսգրքի համաձայն հանցագործություն է կրոնական ծեսի կատարումը խոչընդոտելը, հենց Փաշինյանի հայտարարության դրդելը։ Այսինքն այն մարդիկ, որոնք որ մեր պատարակները խոչընդոտում են, իրենք քրեական հանցագործություն են գործել։ Ես ասեմ դες էլի Ձեր պատարակները արդեն կանոնից դուրս է, այդպես վայրագույրն է հայտարարել։ Այդպես չէ, մեր դուք այն ինչ-որ տեսնում եք այսօր եկեղեցում կատարվում է, դա ուղղակի փաստացի եկեղեցու ազատագրում է մի քանի ուզուրպատորների կողմից, որովհետև մի քանի մարդ ըստ էության կներեք օկուպացրել է եկեղեցին Կտրիչ Ներսիսյանը, ով իրավունք չունի լինել կաթողիկոս, բայց զբաղեցրել է վեհարանը եւ բնականաբար ինքը ազատելու է, փորձում է դիմադրում է ժամանակ է ձգձգում, բայց կտեսնեք, որ ինքը կազատի վեհարանը։ Պարոն Պապոյան, մի հարց է երևի, պարոն Պապոյան, ձեզ միացել է մի հոգևորական, որը հայտնի է քրեական գործերով, թանկարժեք մեքենաներով, վերջերս նրա վերաբերյալ եւս մեկ գործ դատարան մուտք արվեց, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագծման գործով է անցնում, սրան ինչպես եք վերաբերում ու երբ ուզում եք ազատագրել եկեղեցին։ Որևէ հոգևորական։ Պարոն Պապոյան, վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին աջակցում են։ Մեզ որևէ հոգևորական չի միացել։ Հայ առաքելական եկեղեցու ազատագրման գործընթացին միացել են բազմաթիվ հոգևորականներ, այդ թվում քահանաներ, եպիսկոպոսներ, արքեպիսկոպոսներ, հետևաբար մեզ որևէ մեկը չի միացել, մարդիկ կան, որոնք որ հասկանում են, որ հայ առաքելական եկեղեցին այս վիճակով պահպանել են, ընդհանուր առմամբ բերում է այն հոգևոր կյանքի բացակայությանը, որը այսօր կա։ Տեսեք, այսինքն կա խնդիր, որ գործը դատարանում այդ որ ասում եք ապօրինի բռնագանձման օրենք, այդ ապօրինի բռնագանձման օրենքը մենք ենք ընդունել։ Այդ ապօրինի բռնագանձման օրենքը մեր իշխանությունն է գործի դրել եւ հետեւաբար դուք արձանագրում
եք, որ մեզ համար դա նախ արձանագրում եք, որ մեզ չի միացել, այլ միացել է եկեղեցու պաշտպանությանը եւ արձանագրում եք, որ մեզ համար օրենքը գերակայություն է եւ ոչ մի բան օրենքից վերջ չէ։ Շնորհակալ եմ ձեր արձանագրումների համար։ Ինչու՞ մյուս բոլոր անձանց գործով այդ գործերը բաց են հասանել, իսկ օրինակ նրա դեպքում փակ է։ Ես ոչ դատախազ եմ, ոչ քննիչ, ոչ էլ ինչ որ մակարդակով տիրապետում եմ, ոչ էլ խորությամբ տիրապետում եմ օրենքի այդ դետալներին, հետեւաբար այդ հարցերը երևի թե ավելի ճիշտ կլինի իրավապահները, բայց երևի ավարտենք, էլի կարող ենք։ Ադրբեջանից հնարավոր է առաջիկայում էլ ինչ որ գործարարներ բենզին բերեն այդ Ամեն ինչ էլ հնարավոր է, ոչ միայն ներմուծում է հնարավոր, այլ նաև արտահանում է հնարավոր, սպասեք, ամեն ինչն էլ հնարավոր է, բավականին, բավականին, այս պայդրության բավականին մրցունակ գին ենք ստացել վրացական երկաթուղուց, հետևաբար հնարավորությունները շատ են, ինչպես սովորաբար պրակտիկան է եղել, իրենք հայտարարել են, մենք հաստատել ենք, ես կարծում եմ, որ դա լավ պատմություն է, հերթական անգամ կարծում եմ վրացական, ադրբեջանական կողմը հերթական հաջող գործարքի մասին կհայտարարեն, դուք էլ մեզ հարցում կանեք, մենք էլ կհաստատենք։ Հայաստանը ինչ կարող է արտահանել Կա ապրանքների ցանկ, որ Հայաստանը կարող է արտահանել, ալյումինի փայլաթիթեղ, ֆերոմոլիբդեն, կենթանիներ, միրգ, բանջարեղեն, որոշ տեսակի խմիչքներ, բաներ, ուրեմն տարբեր տեսակի տեքստիլ արտադրանքներ, այսինքն ցանկ կա, հետազոտություն կա, աշխատանք կա, որը ցույց է տալիս, որ այդ ապրանքները մենք արտահանում ենք եւ Ադրբեջանը ներմուծում է եւ հիմա այդ քննարկումների մեջ ենք։ Պարոն Պապյան, եւ ավարտելով 3 քանի որ տեսանոց հրապարակվեց ձեր կորպորատիվ ազգային եւ նաեւ Փարթին է, այսպես ասում, Նիկոլ Փաշինյանի այդ հարվածային գործիքներ նվագելը, հա, որպես նաեւ թիմակից, հա, տեղյակ եք, ինչքան ժամանակ էր պարապել, թե միանգամից բարձրացել եւ նվագել։ Չէ, գիտեմ, որ պարոն վարչապետը նախ նվեր է ստացել թմբուկը, հարվածային գործիքը եւ այդ բայց այսպես ասած սովորել է, դա գալիթաձում եմ ամիսներ է տևել եւ ինքը բանաստեղծություն էր գրել իրական Հայաստանի մասին եւ այնուհետեւ գաղափար էր ծագել իր մոտ այդ բանաստեղծությունը վերածել երգի եւ բավականին այդպես լավ դինամիկ գեղեցիկ երգ էր ստացել ու տպավորիչ Չգիտեմ, տեսնենք, բայց լավն էր, բարային շատ այդպես, եւ ոչ միայն բառերը, այլ նաեւ երաժշտությունը ինքը ռիթմիկ էր, բարային էր։